նյարդերս հանգստանում է, ես մի հատ մեդիտացիա ասեմ, ինչ այդպես մի բան եմ, որ ես հիմա զրուցում եմ, իմ գործը սենց գնում եմ, մատերս գիտեն ինչ են անում։ Մատները վարպետորեն ու հստակ հաշվարկով միացնելով քարկապներ այսպիսի ձեռագործ պայուսակներ են ստեղծում։ Հենց այս աշխատանքների հիմքով էլ Նաիրան 2 տարի առաջ աղջկա հորդորով հիմնեց իր փոքր բիզնեսը, որն այսօր արդեն շատերի սիրելի բրենդն է դարձել։ Այնտեղ մտքից գալիս է ինչ-որ մի գաղափար, սկսում եմ կիսվել, պատմել, ասել, տնեցիներից ասում սա եմ ուզում անեմ, հիմա արդեն ինձ ուտում այդ միտքը, ես գիշերները կարող եմ չքնել այդ մտքի վրա ու ինձ կպրպտեմ, կկիսվեմ ընտանիքիս անդամների հետ, աղջկաս հետ, կզանգեմ, կասեմ, սենց բան եմ ուզում անեմ, ման փորձի, բայց սկսում ասել, եթե բանը այս գույները ավելի հետաքրքիր կարա լինի, ասում եմ, հա ես էլ եմ տենց մտածում, բան տենց գնում է process-ը աշխատանքային։ Այս քննարկումների շնորհիվ Նաիրան հետևում է նաև նորաձևության միտումներին ու երիտասարդների նախասիրություններին։ Պայուսակներից բացի գործում է ծովափնյա հագուստ, գլխակապեր ու աղջկական տարբեր աքսեսուարներ։ Համագործակցում են նաև հայ դիզայներների հետ, ստեղծելով տան ինտերիերի ձեռագործ դեկորներ։ Այստեղ ունենք ամառային, գեղեցիկ, այսպես մեծ, սա մեր զամբեն է, այսպես ասած, ամենա պրակտիկ, ամենաշատ սիրված պայուսակներից մեկը։ Զամբյուղի կրճաձևով, այսպես ասենք, ունենք, սա մեր լիգան է, այս տարվա հիթը, այսպես ասած, որը բաց թելերով եմ էլի անում, բաց գույների մեջ է, ունեմ այստեղ ավելի հետաքրքիր, ով որ արդեն մի քիչ ավելի ոճային բաներ է սիրում, հա, այս տարբերակը ունենք, արդեն բաց գույների մեջ էլ երկնագույն, մուգ գույների մեջ այսպես ունենք աշնանային, ունեմ բաներ, մոդելներ, իսկ սա մեր գոնգոզն է, որը ունենք բոլոր, կարելի ասել բոլոր գույները։ Թվում է պայուսակների գործվածքը նման է, բայց յուրաքանչյուրն ունի իր հաշվարկն ու տեխնիկան, թելի փոքր թեքությունը կամ քարկապների քանակը կարող են ամբողջությամբ փոխել նախշը։ Վաճառքը սկսել է սոցիալական հարթակներից, հետո մասնակցել երևանյան ցուցահանդես վաճառքների, ապա իր աշխատանքներով հասել Գերմանիա։ Օգնում է նորից սոցիալական ցանցերը, ճիշտ ասած, այդպես գրում են ընտրում են գույնը, եթե ասենք ես կոնկրետ ինչ-որ գույնա, որ ես չունեմ պատվիրատուն, հենց այդ կոնկրետ սա, հենց հիմա պատվիրատուն ուզեց մուգ կապույտ գույնը, ես հիմա անում եմ այս մուգ կապույտ գույնը, այս պահին ես չունեի մուգ կապույտը։ Սկզբում Նաիրայի համար առաջնայինը գեղեցիկ ու տարբերվող արտադրանք ստեղծելն էր, բայց բիզնեսը զարգացնելով հասկացել է միայն գեղեցկությունը բավարար չէ, գործը պետք է նաև եկամտաբեր լինի։ Գործարարության այս կողմը բացահայտելու հարցում նրան օգնել է Հայկական բարեգործական ընդհանուր միության կին ձեռներեցներ ծրագիրը, որի շնորհիվ զրոյից սովորել է բիզնես վարելու հիմնական սկզբունքները։ Ասեցին, ուր գնալ այս տարիքում, ինչ անել, նոր համալսարանական կրթություն չեմ ստանալու։ Ասեցին, դες ծրագիր կա։ Դիմեցի, անցա ու այսպես գնացի դասընթացներ ու հասկացա ինչքան շատ բան ինձ տվեց։ Ես հիմա բավականին գիտելիքներ ունեմ, ինչպես կարելի է բիզնեսը ստեղծել, կազմակերպել, կառավարել, այդ թիրախավորել, զարգացնել, ամեն ինչը արդեն հիմքը դրեց, այսպես ասած, EHB-ում։ Ծրագիրը Նաիրային տվել է ոչ միայն նոր գիտելիքներ, այլև նոր ծանոթություններ ու կապեր։ Իրպես առաջին քայլերն անող կանանց հետ շփվելով համոզվել է, երբ կա երազանք ու կամք, ճանապարհին հայտնվում են նաև մարդիկ ու հնարավորություններ, որոնք օգնում են իրագործել այն։ Ես ինձ ավելի պիտանի եմ զգում իրականում։ Ճիշտ է, միշտ էլ աշխատել եմ տարբեր գործերում, բայց հիմա որ տեսնում եմ կանայք աղջիկները ինչ սենց հուզմունքով, ինչ հավեսով սենց կրում են, վերցնում են, գալիս են, ընտրում են, ես ինձ ավելի բավարարված եմ զգում։ Այս կյանքում ասում փառք Աստծո, ես ինչ-որ մի բանի պիտանի եմ այս կյանքում, ուրիշներին օգնել այդ ձևով, որ իրանք իրենց լավ զգան, իրենց բավարարված զգան։ Այս ձեռագործ աշխատանքներն արդեն միայն հայաստանյան շուկայով չեն սահմանափակվում, դրանք հասնում են նաև եվրոպական երկրներ։ Ծաղկանուշ Միրզոյան, Մհեր Կիրակոսյան, լուրեր։